Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Բhagavad Gita-ն եւ այս պահին համարյա ավարտում ենք 4-րդ գլուխը, որը կոչվում էր տրանսցենդենտալ գիտելիք։ Մենք տեսանք, որ ամենագլխավոր գաղափարը արիական գաղափարախոսության ինքը կայանում է նրանում, որ կենդանիակը ինքը կարող է հաղթահարել իր նյութական գիտակցությունը միայն եւ միայն այն դեպքում, երբ որ ունի գիտելիք հոգու մասին, գերագույն Աստծո անձնավորության մասին, հոգևոր աշխարհի մասին եւ այնտեղ իշխող հարաբերությունների մասին։ Այս պահին արդեն Տեր Կրիշնան ինքը ավարտում է թեման եւ համարյա թե եւ մենք ուրեմն այսօր կքննարկենք Բhagavad Gita-ի 39-րդ տեքստը, որը հնչում է այսպես. Սակայն գիտելիքից եւ հավատից զրկվածները ամեն ինչում կասկածում են։ Նրանք դեգրադացվում են ավելի ու ավելի։ Կասկածող հոգու համար երջանկություն չկա, ոչ այս, ոչ այն աշխարհում։ Եվ ինչպես տեսնում ենք, եթե անցյալ տեքստում Տեր Կրիշնան ինքը խոսած նրա մասին, թե ինչպիսի արդյունքներ են ունենում նրանք, ովքեր որ հաստատված են տրանսցենդենտալ գիտելիքի մեջ, չէ՞, եւ տեքստը ինքը հնչում էր այսպես, որ հավատով լսված մարդը, ով սանձել է իր զգայարանները եւ հետաքրքրությամբ փնտրում է հոգեվոր գիտելիք, ձեռք է բերում այն եւ այդ ժամանակ նրա կյանք է գալիս գերագույն խաղաղությունը։ Չէ՞, հիմա մենք տեսանք, որ այսօրվա տեքստը մեր քննարկվող ինքը ուղղակի հավասարության նշան դրեց գիտելիքի միջև եւ ուրեմն հավատի։ Այս իմաստով մենք կարող ենք հասկանալ, որ իհարկե սա խնդրահարույց հաստատում է, որովհետև այս հաստատումը իրականում բացարձակապես չեն ընդունում աշխարհիկ գիտնականները եւ ընդհանրապես աշխարհիկ մարդիկ։ Ինչի համար, որովհետև աշխարհիկ մարդիկ կամ աշխարհիկ գիտնականները իրանք այն կարծիքի են, որ հավատը ինքը տգիտության արդյունք է։ Այսինքն, մարդը ինքը եղել է բացարձակապես վայրենի եւ կամաց ուրեմն օգտագործելով իր բանականությունը սկսել է զարգացնել քաղաքակրթություն, բայց սկզբնական շրջանում, որովհետև ինքը տգետ էր, ինքը ամեն ինչից վախենում էր։ Եվ այդ վախի հիմքի վրա հնարեց Աստծուն, կիսաստվածներին եւ ոգիներին։ Հա։ Իսկ եւ այն անձնավորությունները, որոնք իրենք գիտելիք ունեն, իրանք ընդհանրապես չեն հավատում Աստծո գոյությանը, այլ հավատում են նյութին։ Ես արդեն քննարկել եմ ձեզ հետ, որ իրականում գիտնականները իրենք թողներեն ինձի, բայց չեն նկատում, որ ինչպես այսպես կոչված հավատացյալները հավատում են, որ կա Աստված, նույնպես գիտնականները հավատում են, որ սկզբում եղել է նյութը, որովհետև այդ պահին ոչ մեկ ներկա չի եղել։ Եվ ոչ մեկ չի կարող ասել, թե ընդհանրապես նյութական աշխարհը ինչպես է առաջացել։ Մենք կարող ենք այսպես կոսվինի բան էլի կոսվինի մի րոպե կներեք անուղակի։ Մենք կարող ենք անուղակի կերպով, ուրեմն ինչ որ մտադրություններ անել, որ օրինակ, որ եթե հիմա ուրեմն ֆիքսվում է, որ տիեզերքը ինքը լայնանում է, դա նշանակում է, որ մի պահ է եղել, որ ինքը գունդ է։ Բայց կներեք տիեզերքի լայնացման գործընթացը, մենք դա արդեն քննարկել ենք, նույնպես ասում էին արիացիները։ Բայց իրենք ասում էին գերագույն Աստծո անձնավորությունը արտաշնչում է տիեզերքները, հա, եւ հետո երբ որ ինքը շունչ է քաշում, տիեզերքները հավաքում են։ Չէ՞, այսինքն իրականում նկարագրվում է նույն գործընթացը։ Եվ որովհետև այդ լայնացման գաղափարը առաջինը հնչել է
արիացիների մոտ մենք կարող ենք հասկանալ, որ գիտնականները իրենք կարող է պատահի, որ այդ գաղափարը նույնպես վերցրել են արիացիներից։ Ընդհանրապես գիտնականները իրենք շատ են օգտվում հնում գոյություն ունեցող քաղաքակրթությունների գիտելիքից, չէ՞։ Բայց ինչ որ է, այստեղ մենք տեսնում ենք, որ Տեր Կրիշնան ինքը, ես հիմա չեմ ուզում մտնեմ էլի այդ ապացույցների մեջ, որովհետև ապացույցների փուլը մենք անցել ենք երկրորդ գլխում։ Եթե ինչ-որ մարդիկ կան, որ իրանք նոր են մոտեցել եւ իրենց հետաքրքիր է թե որոնք որն է տրամաբանությունը, որ Աստված կա, ուրեմն խնդրում եմ լսեք Բhagavad Gita-ի դասախոսությունները ամենասկզբից։ Եվ ուրեմն այստեղ հիմա մենք տեսանք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մի կողմից խոսեց նրա մասին, թե ինչպիսի բնութագրեր ունեն նրանք, ովքեր որ հավատ ունեն Աստծո հանդեպ, չէ՞։ Եվ ես միշտ համաձայն չեմ այդ հավատ խոսքին, որովհետև իրականում արիացիների կատարմամբ դա հավատի խնդիր չի եղել, դա միշտ եղել է հասկացողության խնդիր, ավելին դա միշտ եղել է պրակտիկայի խնդիր, որովհետև արիացիները իրենք սերտ շփվել են Գերագույն Աստծո անձնավորության հետ, ինչու համար, որովհետև դա եղել է աստվածակենտրոն պետություն, որում ապրել են աստվածակենտրոն կենդանի էակներ, որոնք ոչ թե ձևականորեն են իրենց կրոնական պատկանելիությունը ուրեմն բանալել, հաստատել, այլ բոլորը ռեալ աշխատել են իրենց առաքինության վրա, իրենց հոգու մաքրագործման վրա, եւ այդ դեպքում, երբ որ կա այդպիսի ոչ թե անհատ, այլ հասարակություն, Գերագույն Աստծո անձնավորությունը, ինչպես մենք տեսնում ենք արիացիների պնդմամբ, շատ ինտենսիվ եւ ակտիվ ուրեմն ներդրում է ունենում այդ հասարակության մեջ, նա պարբերաբար գալիս է, որպեսզի աջակցի այդ հասարակությանը, որպեսզի օգնի արիացիներին, եւ արիացիները մեզ այդպիսի պատմություն են պատմում իրենց ուրեմն բոլոր սուրբ գրվածքներում, հա, ամենատեպս մեզ հասած։ Եվ տեսեք ուրեմն հիմա այստեղ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ասեց. նրանք, ովքեր ուրեմն զրկված են գիտելիքից եւ այդ պատճառով զրկված են հավատից, հա, այդպիսի անձնավորությունները իրենք ամեն ինչում կասկածում են։ Եվ ինչպես տեսանք, սա մի գաղափար է, որտեղ հնչեց ուրեմն աշխարհիկ գիտնականների պնդումներին ուղղակի հակառակ տեքստ, եւ մենք հասկանում ենք, որ հենց այսպիսի տեքստերն են, որ իրենք դառնում են այսպես շատ լուրջ, պրակտիկորեն անսահման, այս վեճերը իրենք սահման չունեն, հասկանում եք, ինչու համար, որովհետեւ մեր ժամանակներում երկուսն էլ իրենք հենված են հավատի վրա։ Գերագույն Աստծո անձնավորությունը ուրեմն աստվածամերժության դարաշրջանի նախօրյակին հայտարարություն է անում, որ ոչ ինքը ոչ կիսաստվածները այլևս չեն գալու մեր մոլորակ, չէ՞։ Մենք գիտենք, որ շումերները իրենք խոսում են մոլորակի մասին, որի արբիտան ասեմ էլ հիմա նորից չնայեմ, հա, ուղեցիրը, հա, որի ուղեցիրը ինքը բանով է, ուրեմն գալիս է մեկ դեպի մեր մոլորակ եւ որ ինքը մոտիկանում է մեր մոլորակին, այդ մոլորակի վրա ապրողները իրենք գալիս են մեր երկրագունդ եւ ուրեմն շումերները իրենք պատմում են դրա մասին։ Հետո այդ աստղը կամ այդ մոլորակը ինքը հեռանում է եւ այնքան ժամանակ ինչքան որ իր ուղեցիրը այդպեսին է, որ ինքը հեռու է, ուրեմն ոչ այդ ազնվորությունները իրանք չեն գալիս։ Եվ այստեղից ըստ շումերների ստացվում է, որ դա ոչ թե Գերագույն Աստծո անձնավորություններ, այլ ուղղակի այլմոլորակայիններ էին, որոնց տեղի աբորիգենները ընկալում էին որպես աստվածային էակներ, որովհետև իրենք թրջող ուրեմն բաներով, ասեք, թրջող սարքերով էին ներկայանում եւ իհարկե դա, ասենք, այն ժամանակվա
մարդկության զարգացման աստիճանի համար շատ այսպես բան իրականություն էր, չէ՞։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ այս թեման ինքը խնդրահարույց թեմա է, որը ինքը ռեալ կարող է շատ մեծ վեճերի պատճառ դառնալ, եւ իրականում երբ որ ուշադիր եք նայում, տեսնում ենք, որ կալիուկայում մարդիկ իրենք հենց այդպես էլ վարվում են։ Չէ՞։ Ինչու համար։ Որովհետեւ իրականում երբ որ սկսվում է աստվածամերժության տարաշրջանը, տեղի է ունենում մի շատ կարևոր կորուստ։ Այդ կորուստը կայանում է նրանում, որ խորամանկ աստվածաբերժերը իրենք մտնում են կրոնականության դաշտ եւ սուրբ գրվածքներից հանում են Աստծո գիտելիքը։ Չէ՞։ Եվ երբ որ Աստծո գիտելիքը ինքը լինում է բան հանված, չէ՞։ Եվ այդ բaragայում մենք տեսնում ենք, որ կրոնը ինքը դառնում է սահմանափակ։ Հասկանում եք։ Եվ կրոնը ինքը, ասենք, այսպես էլի, իրեն դրսևորում էր գիտության դեմ, մենք գիտենք, չէ, որ դա իրականում էս վերջերս է, չէ, եղել այնպես, որ կրոնը ինքը սկսել է ընդունել գիտությունը եւ օգտվել գիտական զարգացումից։ Իսկ մինչև այդ բոլոր գիտականները իրենք, ոչ թե բոլոր, այլ շատ կային այդպիսի գիտականներ, որոնք իրենք համարվում էին, չգիտեմ, սատանայից եւ այլն եւ այլն եւ այլն։ Հասկանում եք, չէ՞։ Բայց մարդը ինքը ճանաչելու, ուսումնասիրելու ունակություն ունի եւ երբ որ իրանք կրոնի սահմաններում սահմանափակում են իր բանականության աշխատանքը, ինքը սկսում է փնտրել ուրիշ ձևեր եւ այո լքում է կրոնը եւ գնում է դառնում աշխարհիկ ազնվորություն, ինչու համար, որպեսզի իրավունք ունենա ուսումնասիրել նյութական աշխարհը, ճանաչել այդ աշխարհը եւ ուրեմն այդ ճանաչողության հետևանքով ունենալ այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան շատ արդյունավետ բարձրացնել մարդու գոյության ուրեմն բանը ույուտը էլի, չէ՞։ Ես միշտ սկզբունքորեն մտածում եմ, որ այնքան լավ, ինչքան մարդկությունը ապրում է հիմա, ռեալ աստվածամերժության դարաշրջանի սկզբից երբեք մարդկությունը այսքան հարմարավետ, այսքան լավ չի ապրել։ Եվ սա իհարկե անշուշտ գիտականների շնորհքն է, չէ՞։ Հիմա բայց երբ որ մենք նայում ենք աստվածամերժության դարաշրջանի իրականությանը, չէ՞, երբ որ ես ինչպես ասեցի, կրոնը ինքը ուրեմն բան է անում, սահմանափակում է գիտության զարգացումը եւ հերքել է միշտ գիտության զարգացման իրավունքը, չէ՞, ապա իրական կրոնը, այսինքն երբ որ արիացիներն են խոսում ընդհանրապես իրենց հասարակության մասին, մենք տեսնում ենք, որ իրականում արիական քաղաքակրթությունը ինքը ահռելի, ահավոր ֆանտաստիկ, ուրեմն գիտատեխնիկական զարգացում ուներ։ Նկարագրվում են զենքեր, որը ասենք մի հոգին այդ զենքը օգտագործելով կարող են մի ամբողջ բանակ ոչնչացնել։ Նկարագրվում են բժշկության մեջ, ուրեմն նրանց ձեռքբերումները, չէ, երբ որ նկարագրվում են նրանց քաղաքները, մենք հասկանում ենք, որ դա, ասենք, շատ գիտականորեն, շատ գրագետ քաղաքաշինություններ, հա, եւ իսկ դա նշանակում է, որ զարգացած էր եւ այդ շինանյութերի թեման, չէ, այսինքն լիքը բաներ կար, որ ինքը շատ ուժեղ զարգացում էր, հագուստը, այսինչ, այսինչը դա նշանակում է, որ կտորներ, կտորեղեն կար պատրաստելու բաները, չէ, եւ
արիացիների, երբ որ իրենք նկարագրում են արտաքին տեսքը արիացիների, մենք համոզվում ենք, որ ասենք իրենք շատ գեղեցիկ հագնվող են եղել միշտ եւ սարսափելի քանակով ոսկիով զարդարված, չէ՞, իսկ այդ զարդերը իրանք նույնպես տեխնոլոգիաներ են, այսինքն իրական կրոնը ինքը ունի այլ բնություն։ Ինչ է նշանակում այլ բնություն։ Գիտեք ոնց իրական կրոնի մեջ գիտելիքը ինքը տալիս է ինքը գերագույն Աստծո անձնավորությունը։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մտադիր չէ ընդհանրապես կենդանիակներին պահել տգիտության մեջ։ Ինքը ինչ է ասում Բhagavad Gita-ն։ Ինքը ասում է ես եմ տալիս հիշողությունը եւ ես եմ տալիս գիտելիքը։ Մենք դες այդ երկրորդ գլխի սահմաններում քննարկել ենք, չէ, որ ամեն մի տաղանդավոր մարդ, երբ որ ինքը ինչ որ մի հայտագործություն է արել, կամ ինչ որ մի, այսպես էլի, լուսավորվել է ինչ որ մի գիտելիքով, просветленность, ապա ինքը շատ լավ գիտի, որ ինքը այսպես մտածում, քննաջան, չգիտեմ, կենտրոնացած ինչ որ մի հարցի շուրջ մտածում էր, հետո մեկ էլ մի օր, այսպես ոնց որ մի հատ չխ, ոնց որ լամպ վառվի մարդու գլխի մեջ, չէ՞, եւ մարդը ուղակի գիտի։ Ինքը ուղակի գիտի այն հարցի պատասխանը կամ այն թեմայի լուծումը, որը ինքը, ասենք, երկար ժամանակ ձգտում էր ձեռք բերել։ Հասկանում եք, դա ամեն մարդ, այ 5%-անոց տաղանդ ունեցող մարդը ինքը գիտի, որ վերջնականում իր ինչ որ լուծում, հա, այդ իր տաղանդը արտահայտելը դա իրանից չի կախված, ինչ որ մի հատ բան է լինում այսպես եւ միանգամից դա տեղի է ունենում։ Հա, դրա ամենալավ օրինակներից մեկը Լոմոնոսովն է, չէ՞, որը ասենք կամ բանը Մենդելեևի բանը, ասենք քիմիական տաբլիցան, որը բազավորությունը ինքը պրոստը դա երազում է տեսել։ Հասկանում եք։ Օրինակ ես կարող եմ ասել, որ երբ որ ես պատրաստվում էի պոլիտեխնիկի քննություններին, չէ՞, այնտեղ շատ հետաքրքիր բաներ տեղի ունենում։ Մենք ռեպետիտորների մոտ էինք պարապում ես եւ եղբայրս։ Եվ գիտեք, այնտեղ հետաքրքիր էր ֆիզիկայի խնդիրները, չէ՞։ Ուրեմն ասենք, այսպես նստում էինք, սկսում էինք լուծել եւ կային խնդիրներ, որոնք իրենք բավականին բարդ էին, եւ այդ լուծումը միանգամից չէր կարողանում գտնել։ Եվ ես այդ փորձը ունեմ, որ այնքան էի մտածում դրա մասին, թե այդ խնդիրը ընդհանրապես ինչպես լուծել, որ հետո պարկում էի քնելու, ասում էի լավ առավոտը բան կանեմ, գիշերվա ընթացքում առավոտյան որ ժարտնում էի, ես գիտեի այդ խնդիրը ինչպես լուծել։ Սա իմ անձնական փորձն է։ Հասկանում եք, դրա համար այդ երբ որ ինքը ասում է, որ ես եմ տվողը, հա, սա բացարձակ ճշմարտություն է։ Բայց ինչի դիմաց կենդանիակը ինքը պետք է հետաքրքրություն ցուցաբերի, չէ՞։ Իսկ երբ որ կրոնը ինքը սահմանափակում է գիտությունը, սահմանափակում էր գիտությունը, չէ՞։ Սա նշանակում է, որ ոչ մեկին թույլ չէին տալիս կենտրոնանալ, որ կարելի է ուսումնասիրել նյութական աշխարհը։ Որն էր բանը, ասենք, բացատրությունը, թե ինչու չի կարելի ուսումնասիրել։ Բացատրությունը ինքը շատ պարզ հասարակ բացատրություն էր, որ առաջագործությունը դա գերագույն Աստծո ազնվորության գործերն են եւ չի կարելի։ Դա սրբապղծություն է խառնվել Աստծո գործերի մեջ։ Եվ օրինակ ասենք, տեսեք, չէ, դարեր շարունակ մարդկությունը ինքը ինչ որ մի հատ մտածելակերպի հետևից է գնացել։ Երբ որ խորանում ես, չէ, իրապես չես կարողանում հասկանաս։ Իրապես չես կարողանում հասկանաս, որ ասենք նյուժելի այդտեղ մի հատ մարդ չի եղել, չէ, որ ինքը այդ հարցը տա։ Եթե չի կարելի ուսումնասիրելու հատկությունը, գերագույն Աստծո ազնվորությունը ինչու է մեզ տվել։ Եթե ինքը այդ ունակությունը մեզ տվել է, հասկանալ,
ուսումնասիրել եւ հասկանալ բնության օրենքները, դա մի բան է մենակ նշանակում, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը միտում չի ունեցել երբեք կենդանիակներին պահել տգիտության մեջ, չէ՞։ Մեկ ասում են, իսկ ինչպես իմանանք, որ կա անցյալ կյանքեր, հա, վերածնունդի գաղափարը ընդհանրապես ինչպես հասկանանք։ Մենք երկրորդ գլխում ձեզ հետ քննարկեցինք տրամաբանությունը, թե ինչպես հասկանանք, չէ՞։ Բայց չի որ ասենք, եթե տեսեք կան գիտություններ, որը այսպես օֆիցիալ գիտությունը չի ընդունում, որ դա գիտություններ են, թեկուզ հիմա ոտքից գլուխ այդ ամեն ինչը ուսումնասիրել են եւ իրենք ավելի շատ են զբաղվում այդ աստվածագիտությամբ, հիերոմանտիայով, չգիտեմ, այսին եւ այդ գիտությունների հիմքի վրա է, որ իրանք մշակել են գիպնոզը, մշակել են NLP-ն, в общем, այդ ամեն ինչը ինքը հենց այդ գիտությունների հիմքի վրա է արվել, չէ՞։ Հիմա տեսեք սիրելիներս, չէ՞։ Այսինքն ինչի մասին է խոսքը, որ իրականում Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այնքան կետերից է ընդհանրապես մարդուն հուշումներ թողել, որպեսզի մարդը ինքը կարողանա հասկանա, որ ճակատագիր ունի։ Հասկանում եք։ Իսկ մենք պիտի այդ հարցի պատասխանն ունենանք, չէ՞, թե ճակատագիրը ինքը որտեղից է ընդհանրապես ձևավորվում։ Եվ եթե մենք ընդունում ենք, որ ընդամենը մի անգամ ենք ծնվել, չէ՞, այ ոչ մեկ չի կարող, չէ՞, բացատրել, թե բա այդ ճակատագիրը ինչպես է ընդհանրապես Աստված որոշում ու ինչ տա։ Օրինակ Աստված ինչպես որոշեց, որ ես պետք է լինեի աթեիստ, իսկ հետո պետք է ընդունեի արիացիների գաղափարախոսությունը։ Այդ ինքը ինչպես որոշեց։ Իսկ դուք օրինակ պետք է ընդունեիք քրիստոնեությունը։ Իսկ օրինակ Պողոսը պիտի ծնվեր մուսուլմանների մեջ։ Իսկ այն մյուսը, չգիտեմ, Աֆրիկայի աբորիգենների մեջ։ Այդ ինչպես է որոշվում։ Հասկանում եք, այսինքն այստեղ լիքը հարցեր կան, չէ՞։ Բայց երբ որ մենք նայում ենք, մենք տեսնում ենք, սա շատ կարևոր գաղափար է, որպեսզի մենք կարողանանք, որովհետև աստվածային գիտելիքը մեզ պետք է օգնի, որպեսզի մենք տեսնենք, այսինքն պարզ տեսնենք Գերագույն Աստծո անձնավորության բարյացակամությունը։ Հասկանում եք։ Եվ այո, այստեղ մենք պետք է այդ կետը տեսնենք, թե ինչքան տեղերից է Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մեզ հուշումներ թողել։ Հասկանում եք, ինչ է նշանակում։ Եղունգի ձևից կարելի է որոշել, թե անձնավորությունը ինքը ինչ բնավորություն ունի։ Ինչ է նշանակում, մատների կառուցվածքից կարելի է որոշել, եւ այնպես չի էլի, որ այն անձնավորությունները, որոնք իրանք այդ գիտությունները շատ լավ գիտեն, չէ՞, իրենք այս ռենտգենի նման կարող են մարդու բնութագիրը ասել։ Դա այդպես չի, չէ՞, չեն կարող, չէ՞, որ միլիոնավոր դեպքերը ասենք ուղակի համընկնում է։ Սա էլ է, չէ՞ արդեն, սա էլ ուպրямство էլի, ոնց որ ասած ինադ են ընկել, որ չէ, այ չէ ու չէ ու չէ։ Այսինքն ասած լրիվ ակնհայտ փաստերը ինչքան կարելի է մերժել, հերքել, եսի միջ անել։ Իրականում Գերագույն Աստծո անձնավորությունը, այո, կենդանիակին նյութական աշխարհում տալիս է ընկալման հնարավորություն, տալիս է հետազոտելու ունակություն, որովհետև իրականում ինքը չի պատրաստվում կենդանիակներին պահել տգիտության ազդեցության տակ։ Սա առաջինը, եւ երկրորդը դա նա է, որ ինքը միտում ունի օգնել կենդանիակին, որպեսզի ինքը նյութական աշխարհը կառուցի ինչպիսինը, որ ինքը ուզում է կառուցել։ Իսկ դրա համար, որպեսզի ինքը կարողանա այդ ցանկությունը իրականացնի, այն կենդանիակները, որոնք իրենք այն մարդու, օրինակ մեր մոլորակի վրա մարդու մարմին են ստանում, չէ, այսինքն զարգացած բանականությամբ մարմին են ստանում, դա նշանակում է, որ իրենց տրված է ուսումնասիրել, տրված է հասկանալ, տրված է առաջ գնալ եւ տրված է աշխարհի հետ անել այն,
ինչ ինքը կարողանում է անել այդ իր հետազոտելու ունակությունը կիրառելով։ Հասկանում եք, ուրեմն սա շատ կարևոր գաղափար է, որ ինչու համար, որովհետև այստեղ շատ մի կարևոր բան ասվեց, չէ՞։ Ինքը ասեց գիտելիքից եւ հավատից զրկվածները։ Ով է զրկում։ Այստեղ դեռ այսպես ուղղակի չասվեց, թե ինքը չասեց ես եմ զրկում։ Գիտելիքից եւ դրա համար չունի հավատ, հա, որովհետեւ իրականում ամեն ինչը սկսվում է այլ կերպ։ Կենդանիակը իր մեջ ունի կասկած։ Այստեղից է սկսվում։ Կենդանիակը իր մեջ ունի կասկած, ինքը չի կարողանում կողմորոշվի։ Հիմա վերջը, Աստված կա թե Աստված չկա, որովհետեւ եթե Աստված կա, չէ՞, այդ պահից սկսած մարդու աշխարհայացքը, նրա մոտեցումները արտաքին աշխարհին 180 աստիճան փոխվում են։ Կամ եթե ազնվորությունը ինքը գալիս է եզրակացության, որ Աստված չկա, նույն կերպ իր պահվածքը 180 աստիճան տարբերվում է այն ազնվորությունից, ով որ մտածում է, որ Աստված կա։ Հասկանում եք։ Բայց մենք պետք է հասկանանք, որ այստեղ հիմա այս որ ինքը որ ասեց, որ իրանք գիտելիքից զրկված են։ Չէ՞։ Ամեն ինչում կասկածում են։ Ինչ է կատարվում։ Իրանք մշտական ավելի ու ավելի դեգրադացվում են։ Եվ եթե այդ գիտելիքի մեջ հաստատվածները իրենք գալիս են խաղաղության, ապա այստեղ ասվեց, որ այդ կասկածողները իրանք չեն կարողանում լինել երջանիկ, հա, ոչ այս աշխարհում եւ ոչ էլ մահից հետո։ Ինչի մասին է այստեղ ընդհանրապես խոսքը գնում, չէ՞։ Ուրեմն մենք ինչպես տեսնում ենք, բավականին հաճախ ենք դրա մասին խոսացել, որ արիացիները իրենք ահռելի մեծ նշանակություն էին տալիս գիտելիքին։ Ես բազմիցս ասել եմ, որ արիական քաղաքակրթությունը այլ կերպ ինքը կոչվում էր բրահմանիկական քաղաքակրթություն։ Չէ՞։ Եվ արիական քաղաքակրթության մեջ եւ հոգեվոր գիտելիքը եւ նյութական գիտելիքը զարգացնում էին բրահմանները, այսինքն հոգեվորականները։ Հասկանում եք։ Դա միայն աստվածամերժության դարաշրջանում է, որ հոգեվորականները իրենք այդ անջատեցին գիտելիքը կրոնից, հա, եւ գիտելիքով զբաղվում են անաստվածները, իսկ հավատքով զբաղվում են ուրեմն հավատացյալները։ Եվ օրինակ արիացիները, երբ որ իրենք խոսում են մեր ժամանակների մասին, չէ, իրանք ասում են նրա մասին, որ այո, ասենք եվրոպական երկրները եւ Միացյալ Նահանգները իրենք գիտատեխնիկական մեծ զարգացման թռիչք են տվել մարդկությանը, չէ, ասենք բոլոր նրանք, ովքեր որ հիմա ոտքի են կանգնած, համարում են իրաց հզոր իմպերիա, կայսրություններ, չէ, եւ հիմա պայքարում են նրա համար, թե ով է գլխավոր կայսրությունը, բայց իրականում այդ ամեն ինչի սկիզբը դրել են Եվրոպան եւ Միացյալ Նահանգները։ Իսկ ես հիմա դրա մասին չեմ խոսում, որ ուրիշ ոչ միտեղ գիտություն չի եղել։ Իհարկե, սովետական միությունում էլ էր գիտությունը բավականին հզոր։ Հիմա, բայց մենք հիմա դա չենք քննարկում։ Տեսեք, ասենք, չէ, այսինքն մենք ինչ ենք ստանում, որ այդ գիտնականները, հա, եւ այդ գիտությունն է զարգացնում, հոգեվորականները խոսում են միայն հոգեվորի մասին։ Եվ արիացիները իրենք ասում են, որ իրականում, որպեսի մարդկությունը ինքը գա խաղաղության, գիտությունը պիտի ընդունի կրոնը, իսկ կրոնը պիտի ընդունի գիտությունը։ Եվ երբ որ իրանք ասում են կրոնը, իրենք նկատի չունեն աղանդը։ Որտեղ մենք ձեզ հետ քննարկել ենք դա, որ արիացիների կատարմամբ, արիացիների հասկացողությամբ եւ մուսուլմանությունը, եւ քրիստոնեությունը իր բոլոր ճյուղավորումներով, եւ
իուդաիզմը եւ հինդուիզմը, իրանք բոլորը աղանդներ են։ Ինչու՞, որովհետեւ բաժանում են հոգևոր մարդկանց։ Իսկ իրական կրոնականությունը, որը գիտի, որ Աստված մեկն է, միավորում է հոգևոր մարդկանց։ Ինչի հիմքի վրա կարողացան աթեիստները բաժանել կրոնը։ Շատ պարզ մի հատ գաղափարի հիմքի վրա, որ ամեն մի կրոնականությանը տվեցին այդ միտքը, մենակ դուք գիտեք ճիշտը Աստծո մասին։ Չէ՞, եւ բոլոր կրոնականությունները իրանք սկսեցին իրար հետ կշտվել, որովհետեւ նա ասում է միայն ես գիտեմ, որ Աստված Ալլահն է, մյուսը ասում է միայն ես գիտեմ, որ Աստված Եհովան է, մյուսը ասում է միայն ես գիտեմ, որ Աստված ընդհանրապես չկա, դա լույս է, մյուսը ասում է այսպես, մյուսը ասում է այնպես, չէ՞, եւ սկսում են գժտությունները։ Հիմա արիական հասարակության ծաղկման ժամանակ, չէ, գիտնականները եղել են այդ հոգևորական խավի ներկայացուցիչներ։ Հասկանում եք։ Տարբերությունը եղել է այն, որ երբ որ գիտնականը ինքը աշխարհիկ է, չէ, իր անկալումը արտաքին է։ Այսինքն ինքը, ոնց ասեմ, process-ի ներքին օրինաչափությունները չի կարող հասկանալ, որովհետև ինքը չգիտի, ինքը չի հավատում, որ կա Աստված, եւ դրա համար չգիտի, թե նյութական աշխարհը ինքը ինչի համար է արարված։ Հասկանում եք, ես միշտ ասում եմ, գիտնականները իրենք կարող են շատ մեծ գրագիտությամբ ուրեմն հասնել նրան, որպեսզի իմանան, թե ինչպես է կառուցված նյութական աշխարհը։ Բայց ոչ մի նյութական գիտություն երբեք չի կարող բացատրի, թե ինչի համար։ Այդ ինչի համար, այդ պատճառաբանությունը հոգեբանություն է իրականում։ Դրա մասին խոսում է միայն իրական կրոնականությունը, որի ներկայացուցիչներն էին արիացիները։ Հաստատ հասկանում եք։ Եվ ուրեմն մենք պետք է հասկանանք, որ Աստծո հետ կապ հաստատելու համար, չէ՞, այո, իհարկե, նյութական աշխարհը իմանալը պարտադիր չէ։ Բայց չէ՞ որ կրոնը ինքը ոչ միայն Աստծո հետ կապ հաստատելու համար է։ Մենք ձեզ հետ բազմիցս քննարկել ենք, չէ՞ որ արիացիները իրենք կրոնականությունը կամ դհարման բաժանում էին 4 բանի, 4 մասի։ Սկզբում կենդանեակը ինքը վերցնում է հոգևոր ծիսակատարությունները եւ բարոյականության օրենքները։ Դրա դիմաց ինքը ստանում է առաջին հերթին տնտեսական զարգացում։ Այդ տնտեսական զարգացումը հո Աստված չէր գալիս, չէ վերևից անում։ Հասկանում եք, այդ տնտեսական զարգացման հիմքը գիտությունն էր։ Դա գիտությունն էր տալիս հնարավորություն, որ արիացիները գեղեցիկ զարդարվեն, գեղեցիկ հագնվեն, հարմարավետ տներում ապրեն։ Հասկանում եք, չէ՞։ Եվ դա նշանակում է, որ իրանք գիտություն էին զարգացնում, իսկ ով էր զբաղվում գիտությունով։ Արիական քաղաքակրթության մեջ աթեիստ գիտնականներ չկային։ Եվ գիտությամբ զբաղվում էին բրահմանները։ Չէ՞։ Ինչով է տարբերվում բրահման գիտականը աշխարհիկ գիտնականից։ Բրահման գիտնականը ինքը գիտելիքը ստանում է ներսից։ Հա, ինչի հաշվին։ Իրեն շատ ակտիվորեն աջակցում է Աստված։ Հասկանում եք, եւ դրա համար ինքը ցանկացած գիտելիք, որը ինքը ստանում է, չէ, ինքը այդ գիտելիքի մեջ տեսնում է, թե ինչպիսին էր Աստծո կամքը, այսինքն ինքը հասկանում է ոչ միայն թե ինչպես է կառուցված, այլև ինչի համար։ Հասկանում եք։ Հիմա բայց այստեղ մի հատ շատ կարևոր բան կա, որ ասենք արիացի քրմերը, չէ, բրահմանները, իրանք այնպիսի որակավորում ունեին կամ այնպիսի բարձրաստիճան հոգևոր զարգացում ունեին,
որ երբ որ իրանք պետք է ասենք ինչ-որ մի հատ գիտական բան, գիտելիք առաջ քաշեին, չէ՞, իրանք դա փաստացիորեն չէին անում ուսումնասիրության հաշվին։ Հասկանում եք, ինչու համար, որովհետև իրանք պարզ տեսնում էին։ Հասկանում եք, եւ դրա համար էր, որ ասենք գիտատեխնիկական զարգացումը բարձր էր, բայց իրանք լաբորատորիաներում միկրոսկոպի կարիք չէին զգում, որտեղ իրանք պարզ տեսնում էին, թե ինչպես է կառուցված ատոմը, այսինքն այն ամեն ինչը, որ հետազոտվում է միկրոսկոպի միջոցով, իրանք դրա կարիքը չունեին։ Հասկանում եք, սա երբեք, եթե մենք այս բաները չենք հասկանում արիացիների մասին, մենք չենք կարող հասկանալ, թե դա ինչ քաղաքակրթություն է եղել, չէ՞։ Այսինքն արիացի հոգևորականները իրանք ուղղակի հայացքով տեսնում էին նյութական աշխարհը ինչպես այդ իր ամենափոքր կառուցվածքով, այսինքն միկրո, նա ունի ատոմ, հա, իոն, չգիտեմ, էլեկտրոն, այդ մակարդակի, չէ՞, եւ մակրո կառուցվածքի։ Հասկանում եք, օրինակ, լինելով մոլորակի վրա, առանց որևիցե, ուրեմն հեռադիտակների, հա, իրանք գիտեին ինչպես է կառուցված տիեզերքը։ Որտեղից գիտեին։ Հասկանում եք։ Դա տեղի էր ունենում հիմնականում այն պատճառով, որ իրանք ունեին պարզ, հասարակ, հասարակ չէ իհարկե, բայց պարզ մաքուր տեսողություն, այսպես կոչված երրորդ աչքի շնորհիվ։ Մարդիկ սովորաբար մտածում են, որ երրորդ աչքը ինքը կարողանում է միայն տեսնել անցյալը, ներկան եւ ապագան։ Սա մոլորություն է։ Երրորդ աչքը ինքը շատ յուրահատուկ տեսողություն կարող է տալ մարդուն, հենց դրա այդ տեսանկյունից, որ ինքը կարող է տեսնել ցանկացած նյութի կառուցվածքը։ Հիմա Եվ ուրեմն սա նշանակում է, այսինքն այստեղ մենք պետք է հասկանանք ամենակարևոր գաղափարը, որ Գերագույն Աստծո անձնավորությունը երբեք մտադիր չի եղել չտալ կենդանիակի գիտելիք, զարգացնել ունակությունը, չէ, որպեսզի իրենք կարողանան հիմա համոզվել, որ ինքը կա։ Հասկանում եք, ինչի հաշվին, որովհետև իրականում, եթե անձնավորությունը ինքը լուրջ է ուսումնասիրում նյութական աշխարհը, չէ՞, ինքը ի՞նչն է ընկալում։ Ինքը ընկալում է, թե ինչպիսի մակարդակի է ընդհանրապես նյութական աշխարհը կարգավորված։ Իսկ ցանկացած բանական մարդ ինքը հասկանում է, որ կարգավորվածությունը ինքը խոսում է բանականության մասին։ Հիմա, իսկ եթե բանականությունն է ինչ-որ մի բանը այդպես կարգավորել, ինքը ստույգ գիտեր, թե ինչի համար է ինքը դա անում։ Հասկանում եք, եւ դրա հետևանքով ինչն է հնարավոր։ Չէ՞։ Հիմա Տեր Քրիստոն ինքը ասեց, որ նրանք, ովքեր զրկված են գիտելիքից, նրանք զրկված են հավատից։ Այսինքն գիտնականները իրանք, կամ աթեիստները իրանք մտածում են, որ իրանք աթեիստ են, որովհետև գիտելիքի մեջ են, այստեղ Տեր Քրիստոն ինքը ասում է ուղղակի հակառակը։ Եթե դուք աթեիստ եք, դա նշանակում է, որ դուք տգիտության մեջ եք, որովհետև ես կամ։ Հա։ Եվ հիմա երկրորդ քայլով ինքը ինչ ասեց, որ դեգրադացիայի, ասենք, ինքը նկարագրեց, որ այդպիսի կենդանիակները իրենք դեգրադացվում են։ Եվ այստեղ ինքը ներկայացրեց, թե որն է այն կոմպոնենտը, որը նպաստում է, որպեսզի կենդանի էակը ինքը դեգրադացվի։ Եվ այդ կոմպոնենտը նկարագրվեց կասկածը։
Մենք ձեզ հետ բազմիցս քննարկել ենք, չէ, որ կասկածը դա բանականության ֆունկցիաներից մեկն է։ Հիմա տեղի եկել է, ես նորից կկրկնեմ, բանականությունը ինքը ունի 5 ֆունկցիա. քնել, հիշել, ճիշտ հասկանալ, սխալ հասկանալ և կասկածել։ Հա, ուրեմն, սխալ հասկացողությունը կներեք և կասկածանքը դա տգիտության, սխալ հասկացողությունը տգիտության, իսկ կասկածները կրքի գոյավիճակների ազդեցության տակ գտնվող կենդանեակների բանականությանն է բնորոշ։ Չէ՞։ Տեսեք հիմա, ուրեմն, այստեղ ինչ է ստացվում, որ այն կենդանի էակները, չէ, որոնք իրենք ազատություն են ուզում ունենալ կապվածություններ և ատելություններ, նրանք միշտ կասկածի տակ են դնում Աստծո գոյությունը։ Ինչու՞։ Ես միշտ մշտական խոսում ենք մենք դրա մասին, չէ, որ ընդհանրապես, երբ որ ազնվորությունը ինքը ընդունում է Աստծո գաղափարը, չէ, այդ Աստծո գաղափարը ինքը իրականում միանգամից այսպես 180 աստիճան փոխում է մարդու աշխարհայացքը, փոխում է նրա վերաբերմունքը արտաքին աշխարհի հանդեպ, փոխում է նրա սիրտը եւ այլն, այսպես ինտենսիվ տրանսֆորմացիայի process-ներ են գնում, երբ որ կենդանեակը ինքը հասկանում է, որ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը կա։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա ինչու է կենդանեակը դիմադրում Աստծո գոյության գաղափարին։ Առաջինը եւ ամենաակնհայտը դա նա է, որ մարդը ինքը կարող է լինել գոռոզ։ Հա, եւ երբ որ ինքը գոռոզ է, ինքը ուզում է լինել անկախ։ Ընդունել գերագույն Աստծո ազնվորության գոյությունը դա անմիջապես նշանակում է, այսինքն անմիջապես առանց ոչ մի խոսակցության ավելորդ, անմիջապես նշանակում է ընդունել նրա կարծիքը։ Կներեք։ Հասկանում եք, չէ՞։ Եվ գոռոզ մարդը, որը ինքը հակառակը, ինքը իրանով արդեն ձգտում է ուրիշների համար լինել հեղինակություն, իր համար հոգեբանության տեսանկյունից շատ դժվար է ընդունել Աստծո հեղինակությունը, հա, եւ իրանից կախվածության մեջ դնել իր ազատությունը։ Որովհետեւ մենք դա շատ ենք խոսել, որ նյութական աշխարհում կենդանեակները իրանք ուզում են, որպեսզի իրենք կատարեն արատավոր գործողություններ, բայց ստանան առաքինի անձնավորության արժանի հետևաբար արդյունքներ։ Հա, հասկանում եք, եւ դա այդ տգիտության գոյավիճակին բնորոշ մտածելակերպ է, որտեղ մենք դեռ կտեսնենք 14, 15, 16, 17, հատկապես 18-րդ գլխում ավարտական։ Մենք դեռ կտեսնենք, թե գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ինչպես կբնութագրի ընդհանրապես այդ 3 գոյավիճակները, չէ՞։ Եվ տգիտության գոյավիճակի հիմնական գործոններից մեկը դա է, որ կենդանեակը ինքը ճիշտը ընդունում է սխալի տեղ, սխալը ընդունում է ճշտի տեղ։ Հասկանում եք, եւ համոզված է, որ ամեն ինչ ճիշտ է հասկացել։ Այսինքն ինքը նայում է սևին, ասում է սա սպիտակ է եւ համոզված է, որ ինքը դա ճիշտ գիտի։ Հասկանում եք, այսինքն իր մոտ բացակայում է կասկածի ֆունկցիան։ Մենք պետք է հասկանանք, որ իրականում բանականության այս ֆունկցիան ինքը շատ կարևոր դեր է կատարում։ Ինչու՞։ Որովհետեւ տեսեք, օրինակ որ կենդանեակը ինքը հանդիպում է ճշմարտության հետ, չէ, եւ եթե ինքը կասկածամիտ է, ինքը կարող է ճշմարտությունը դնել կասկածի տակ եւ հերքել։ Եթե ազնվորությունը ինքը տգետ է, կներեք, ինքը կարող է ճշմարտությունը ընդհանրապես ոչ թե կասկածի, այլ դնի ընդհանրապես տգիտության տեղ եւ չընդունի։
Եթե ինքը առաքինի է, չէ, ինքը լրիվ այլ վերաբերմունք է դրսևորում, ասենք ճշմարտության հանդեպ։ Ինքը ունակություն ունի հասկանալու։ Որտեղից է այդ ունակությունը գալիս։ Առաքինությունից։ Հասկանում եք, գերագույն Աստծո անձնավորությունը ինքը կտրուկ փոխում է իր վերաբերմունքը այն անձնավորությունների հանդեպ, ովքեր որ գնում են առաքինության ճանապարհով։ Ընդ որում մեր դարաշրջանում ընդհանրապես կապ չունի, թե մինչև դա իրանք ինչ կյանքով են ապրել։ Ես բերեցի ձեզ Պրաբհուպադի օրինակը, որին երբ որ հասցրեցին եւ ասեցին Հիսուսը ինքը հրաշքներ էր ցույց տալիս եւ այդ պատճառով էր համարվում սուրբ։ Ձեզ Հնդկաստանում համարում են սուրբ, այսինքն սատու, հա? Եթե դուք համարվում եք սուրբ, բա դուք ինչ հրաշքներ եք ցույց տալիս։ Հիմա Հնդկաստանում հանրահայտ այդպիսի անձնավորություն կար, չէ՞ որ, ասենք ինքը հրաշքներ էր ցույց տալի, ինչ էր անում, ափը այսպես տկլոր դնում էր, հետո բաներ անում, հետո բացում էր, մեջը ոսկեղ է։ Վաու, էս ինչ արեց։ Բայց ինչ տվեց այդ ֆոկուսը։ Հասկանում եք, ինչ տվեց, ում ինչ էր տալիս այդ ֆոկուսը։ Բայց այդ ֆոկուսը կատարելով ինքը հոգևոր տեսանկյունից դարձավ մարդկանց համար հեղինակություն։ Ահռելի մեծ հեղինակություն։ Այնքան հեղինակություն, որ հնդիկները իրան համարում էին Աստված։ Ուղղակի որովհետև ձեռքի մեջ ոսկի էր ցույց տալիս։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն, այսինքն կասկածը դա այն ֆունկցիան է, որի շնորհիվ կենդանիակը ինքը կարող է ունենալ զարգացում, երբ որ կասկածի տակ է դնում իր տգիտությունը, այսինքն երբ որ գալիս է ճշմարտությունը, եւ կենդանիակը ինքը ասեք հասկանում է, եւ երբ որ կարդում է կամ լսում է, ինքը հասկանում է, որ այն ինչ որ ասվում է, ինքը չգիտի։ Եվ ինքը կասկածի տակ է դնում իր բանիմացությունը եւ շարունակում է ուսումնասիրել, շարունակում է կարդալ կամ շարունակում է մեր ժամանակներում լսել, չէ՞։ Եվ դրա շնորհիվ սկսում է ազատվել տգիտությունից։ Բայց այդ նույն կասկածը կենդանիակի համար կարող է լինել դեգրադացիա։ Որ դեպքում Երբ որ կենդանիակը ինքը սակավ գիտելիք ունի եւ դիմադրում է, երբ որ գերագույն Աստծո անձնավորությունը գալիս է իր մոտ այդ գիտելիքի պակասները լրացնելու։ Հասկանում եք, եւ այդ ժամանակ կասկածի ֆունկցիան ինքը դառնում է կենդանիակի դեգրադացիայի հիմքը։ Չէ՞։ Հիմա եւ այդ կասկածը ինքը եթե մենք ուշադիր դայենք, չէ՞ հիմա մի մոմենտ, չէ՞ կտեսնեք, որ կասկածը ինքը իր մեջ պարունակում է մտքի կաչելը։ Կարող է սա գրիչ է։ Չէ, գրիչի նման չի, հա՞։ Կարող է շուտկի գրիչ է։ Հասկանում եք, այսա նշանակում է, չէ՞ որ միտքը ինքը մշտական անհանգիստ վիճակի մեջ է։ Ինչու համար, որովհետև ինքը չի կարողանում կոնորոշվի եւ գա վերջնական վիվատ։ Եզրակացության, հա, չի կարողանում գա վերջնական եզրակացության։ Հասկանում եք, եւ սա ինքը շատ կարեւոր կետ է։ Բայց այստեղ ինքը սկզբից ասես, չէ, գիտելիքը եւ հավատը սակավ է։ Իսկ եւ ինքը դնում է, դրա համար ինքը դառնում է կասկածամիտ։ Աստված կա թե չկա։ Դու եսի կարող է կա, կարող է չկա։ Հա, կարող է շուտկի կա։ Չէ, բայց ոնց թե չկա։ Հասկանում եք, եւ այդպես մարդը ինքը հայտնվում է այնպիսի իրավիճակի մեջ, որ ոչ այնտեղ է, այսինքն ոչ լիարժեք նյութական աշխարհում է կարողանում լինել, ոչ էլ լիարժեք հոգևորի։ Հոգևորի մեջ մտնելով հակասկածում է, որ կարող է ճիշտը նյութի մեջ լինելն է, նյութի մեջ վերադառնալով հակասկածում է, որ կարող է հոգևորներ ճիշտը եւ այդպես այդ կաչելյանների մեջ կյանք է անցկացնում։
Հասկանում եք։ Եվ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ասեց, որ այդ դեպքում կասկածը ինքը դառնում է դեգրադացիայի հիմք։ Դա նշանակում է, որ վերջնականում այդ տիպի կասկածներ ունեցողները վերջնականում ասում են, որ Աստված չկա։ Որտեղ դա է միայն դեգրադացիան, չէ՞։ Եվ ինքը ինչ ասեց, ինքը ասեց, եթե իրանք այդպես են մտածում, իրանք ոչ այս կյանքում են կարողանում երջանիկ լինեն, ոչ էլ հաջորդում։ Ինչու՞, որովհետև եւ այս կյանքում եւ հաջորդ կյանքում կենդանիակը ինքը անարդար կապվածություններ եւ ատելություններ է ձևավորում։ Հասկանում եք։ Օրինակ ասենք, Հայաստանում մեր ժամանակներում երիտասարդների շրջապատում շատ են ծնվում այնպիսի հայեր, չէ, որոնք իրենք ուզում են այդ կապը կտրեն։ Որ կապը, որ ասենք արդար չի, որ ես հիմա մեղադրեմ ժամանակակից թուրքին, որովհետև ժամանակակից թուրքը օրինակի համար էլի կան այդպիսի երիտասարդներ, ժամանակակից թուրքը ինքը ինձ չի մորթել, ոչ ինձ ա մորթել, ոչ էլ իմ հարազատներին։ Երբ որ ինքը էդի կանի, ես իրան դրանում կմեղադրեմ։ Բայց եթե ինքը 100 տարի առաջ էդի եղել են լրիվ ուրիշ թուրքեր, այդ բանը արել են։ Հիմա ես ինչի պիտի մեղադրեմ իրանց բաներին, պատոմստվը, նախնիչեր, в общем, էլի հասկացաք, ժառանգներին, այսպես ասենք, չէ, ինչի պիտի մեղադրեմ, մի բանով, որ իրանք չեն արել, դա արդար չի, չէ, և այդպիսի անձնավորություններին մենք միանգամից սպիտակավորում ենք, չէ, որ կակրաս իրանք բացարձակ անարդարությունից զուրկ են և հայրենասեր չեն, որտեղ ինչպես կարելի է մոռանալ այդ ամենը, չէ, իհարկե մոռանալ չի լինում, հիմա դա չենք քննարկում, հասկանում եք, բայց որ կենդանիակը ինքը նյութական աշխարհում, եթե մնում է առանց Աստծո, ինքը պարտադիր զարգացնում է անարդար կապվածություններ և ատելություններ, չէ, իսկ երբ որ ինքը այդպիսի տրամադրություն զարգացնում է, այդ տրամադրությունով չի վերջանում, չէ խնդիրը, այդ տրամադրությունների մեջ ինքը գործողություններ է չէ կատարում, համապատասխան անարդար, նպաստելով այն ամենին ինչի, որ ինքը կապված է և դաժան վարվելով այն ամեն ինչի հետ, ինչ որ ինքը ատում է, կոնկրետ ինքը։ Հասկանում եք, և մարդը օրինակ կարող է դիմացինին անիծել, որ մահ ցանկանալ, միայն նրա համար, որ ինքը ինչ-որ մի օր անցել է, լավ չի բարևել, չես իմանում, չի ասենք, այդ կոնկրետ այդ պահին մարդու մոտ կարող է ինչ-որ մի դժբախտություն էր պատահել, և երբ որ հետո այդպիսի մարդուն ինչ-որ մի վատ բան է պատահում, այդպիսի մարդն ասում է, այդ տեղն էր քեզի, էդի քեզ եղավ նրա համար, որ այն օր ինձի լավ չբարևեցիր, հիմա սա արդար է, թե չէ, իհարկե չէ, հասկանում եք, երբ որ անձնավորությունը ինքը ղեկավարվում է իր արդարությամբ, որը այդ է, ինչի դեմ կապված, ինչը ես անձամբ չեմ սիրում, եթե ես անձամբ չեմ սիրում, ուզում է հրեշտակ լինի, ինքը ինձ համար վատն է և արժանի է, որ տառապի, մեռնի, չգիտեմ, եսի ինչ լինի, չէ, այստեղ արդարություն չկա, և դրա համար է ասում, չեն լինում, իրանք երջանիկ չեն լինում, ոչ այս կյանքում, ոչ այն, որովհետև այդ կասկածների հիմքի վրա դեգրադացիա են ունենում, ուրեմն ղեկավարվում են իրենց անարդար կապվածություններով և ուրեմն անտիպաթիաներով և այնպիսի արարքներ են անում, որոնք պատիժ են ենթադրում։ Այդ դրա մեջ ինչ երջանկություն կարող է լինել։ Իհարկե չի կարող ոչ մի երջանկություն կայանալ։ Ուրեմն այս տեքստը ինքը կասկածի ֆունկցիան ճիշտ օգտագործելու շուրջ է
համար նախատեսված։ Եվ այն ազնվորությունները, որոնք իրենք կարողանում են ընկալել հոգևոր գիտելիքի տրամաբանությունը, անմիջապես ընկալում են, որ հոգևոր գիտելիքը ինքը ինչքանով ճիշտ է, չէ՞, եւ հասկանում են այն ամենը, ինչ հոգևոր գիտելիքի մեջ նկարագրված է։ Այսպիսի ազնվորությունները իրենք հոգևոր կյանքում ոչ մի կասկած չեն ունենում եւ շատ հստակ, մեծ վճռականությամբ, ուրեմն առաջ են գնում, որպեսզի մաքրագործեն իրենց հոգին։ Կասկածամիտները այդպես էլ կասկածամիտորեն մնում են նույն կետում ամբողջ կյանք։ Իրանք չեն ունենում ոչ մի զարգացում։ Առավելս անարդար կապվածությունների եւ ատելությունների հիմքի վրա այնպիսի արարքներ են անում, որ ավելի վատ վիճակում են հայտնվում, որտեղ Տեր Քրիստոն ասեց, նրանք դեգրադացվում են։ Իսկ դեգրադացիան դա միշտ դա է։ Հերքել ճշմարտությունը, նախանձել, լինել անարդար եւ դրա հիմքի վրա դառնալ խորամանկ եւ դաժան։ Չէ՞։ Հիմա խորամանկության եւ դաժանության հիմքի վրա ինչպիսի գործողություններ կարելի է ծավալել։ Գործողություններ, որոնք իրենք ենթադրում են, որ ես պիտի հետո երջանիկ լինեմ Աստծո տեսանկյունից։ Իհարկե ոչ։ Ուրեմն սա իրականում շատ բարդ կիրառվելիք կետ է, բայց ինքը շատ կարևոր կետ է, որ կենդանիակը ինքը պետք է ընդհանրապես լուրջ մտածի նրա շուրջ, թե ինչն է ինքը կասկածի տակ դնում, եւ երբ որ դնում է կասկածի տակ, այդ իր կասկածի հիմքի վրա ինչ արդարություն է իրականացնում։ Եվ եթե իր արդարությունը ընդամենը այդ իրակապվածությունների եւ ատելությունների դաշտում են, ուրեմն ինքը իրականում չունի առաքինություն, իր կասկածամտությունը դա տգիտության եւ կրկերի ազդեցության տակ կասկածամտություն է եւ այդպիսի կասկածամտությունը կենդանիակին այո բերում է դեգրադացիայի։ Եվ կենդանիակը ուղղակի զրկվում է երջանիկ լինելու հնարավորությունից։ Իսկ երբ որ կենդանիակը ինքը ընկալում է հոգևոր գիտելիքը, չէ, փոխվում է իր աշխարհայացքը։ Փոխվում է իր վարվելակերպը, թե ինչպես է ինքը վարվում ուրիշ կենդանիակների հետ։ Եվ դրա հիմքի վրա ուրեմն ինքը հասնում է խաղաղության։ Ուրեմն սա երկու այսպես 180 աստիճան տարբեր արդյունքներ են։ Եվ երկուսն էլ իրանք կախված են այն դրանից։ Մարդը ինքը ճիշտ տեղ է կասկածում, թե սխալ։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, մնացածը կուսումնասիրենք հետագայում։